Օրենքի պատվար գիտամեթոդական ամսագրի հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտությամբ զբաղվող ուսանողների ակտիվ գործունեությամբ։ Նրանց կողմից պարբերաբար տարբեր գիտամեթոդական ամսագրերում հրատարակվում են հոդվածներ։ Հետևաբար կրթահամալիրում սեփական գիտամեթոդական ամսագրի ստեղծումը օրակարգային էր։ Կարևորելով ամսագրի հիմնադրումը գիտության զարգացման բնագավառում, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ ամսագիրը կարող է դառնալ իրավապահ գործունեության իսկական հանրագիտարան, գործող ոստիկանների և երիտասարդ հերթափոխի համար։ Նաև ընդգծել է, փորձն ու տեսությունը միավորելու շնորհակալ ճանապարհին չպետք է անտեսվեն օրինապահության պատմության դասերն ու արդի համաշխարհային գործընթացները։ Ամսագրի հրատարակումը ոստիկանության կրթահամալիրի վերջին տարիների հաջողված գիտամանկավարժական գործունեության արդյունքն է։ Կրթահամալիրում այսօր դասախոսում են գիտական աստիճաններ ունեցող ոստիկանության սպաներ, որոնցից շատերը հենց կրթահամալիրի շրջանավարտներ են և իրենց ատենախոսությունները պաշտպանել են կրթահամալիրում։ Խոսելով ամսագրի դերի մասին, ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է հետևողական աշխատանք տանել ամսագրի հեղինակությունը բարձրացնելու, պատշաճ գիտական վարկանիշ ապահովելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ սկզբից եւ հետ պետք է մերժվեն բոլոր այն հոդվածների հրապարակումները, որոնք պատշաճ գիտական մակարդակ չունեն։ Պետք է կոնկրետ եւ հստակ պահանջներ առաջադրվեն հոդվածների եւ տեխնիկական ուրեմն մասին եւ բովանդակային հատվածին։ Ես կարծում եմ առաջիկայում պետք է նաեւ հատուկ աշխատանք տանել պահանջների հստակեցման ուղղությամբ, ցանկացած անձ, ով ցանկանում է այս ամսագրում հոդված հրապարակի, պետք է հստակ պատկերացում կազմի այն մինիմալ պահանջներից, որոնք առաջադրվելու են ցանկացած հոդվածագրի։ Քանի որ ամսագիրն ընդգրկում է իրավագիտության ոլորտը, մենք գիտական հարթակ ստեղծեցինք ոստիկանությունում և այլ իրավապահ մարմիններում առաջացած գործնական խնդիրներին գիտական լուծումներ տալու համար։ Ներկայացնելով ամսագրի հիմնադրման նպատակները, նշեց ամսագրի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տիգրան Եսայանը։ Ոստիկանության կրթահամալիրի ակտիվ գործունեություն է ծավալում արտասահմանյան, նաև հայրենական, առաջադեմ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ուրեմն համագործակցության ոլորտում։ Այդ համագործակցության հիմնական ուղիներից մեկը հանդիսանում է գիտական ասպարեզը, որտեղ որ շատ մեծ տեղ է տրվում գիտական եւ մեթոդական ուրեմն աշխատանքների, հոդվածների, ձեռնարկների փոխանակմանը։ Այդ առումով մեր ամսագիրը մեծ դերակատարություն ունի այդ աշխատանքների խթանման ուղղությամբ։ Ամսագրի խմբագրական խորհրդի կազմը ներկայացուցչական է։ Խմբագրական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանի խոսքով ժամանակի պահանջն էր, որ ոստիկանությունն ունենար իր գիտամեթոդական ամսագիրը։ Այս գիտամեթոդական ամսագիրը պետք է լինի նաև իրավապահ մարմինների գիտական մտքի համագործակցության մի հարթակ, որտեղ որ երկու տարբեր գերատեսչությունների, տվյալ պարագայում քննչական կոմիտեի ոստիկանության հետաքրքրող բազմաթիվ հարցեր կարող են դառնալ գիտական քննարկման առարկա եւ հրապարակվել, որպեսզի ավելի լայն հանրությունը կարողանա ծանոթանալ այն հարցերին, որոնք որ հուզում են եւ քննչական կոմիտեին եւ նաեւ ոստիկանությունը։ Նշեմ արդեն, որ մենք ունենք հասունացած հարցեր իրավաբանական ուղղվածության, որոնք որ առնչվում են երկու գերատեսչությունների, երկու իրավապահ մարմիններին եւ շատ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում հավաքվել գիտական միտքը, այսպես մտքի ուղղությամբ կատարել որոշակի քայլեր եւ համագործակցել, կազմակերպել քննարկումներ։ Կարծում եմ այս ամսագիրը կլինի այն ոլորտը, այն միջավայրը, որտեղ այդ քննարկումները կկազմակերպվեն եւ կհրապարակվեն։ Արթուր Ղամբարյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ամսագիրը հետագայում կընդգրկվի բարձրագույն որակավորման հանձնաժողովի թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների տպագրման համար նախատեսված ամսագրերի ցանկում։ Մնում է բարի ճանապարհ մաղթել գիտության բնագավառի նորեկին, վստահ, որ լիարժեք կծառայի իր առջև դրված խնդիրների լուծմանը։